էլ ինչ եք ցանկանում։ Եթե վարորդին այս պայն որոշել ապաստրի ամեն ինչի վերաբերում է 5 րոպե շատ չեմ ասում։ Ասեք ինչը, ապաստրի հետազոտում ենք կատարում։ Հետազոտումը Ես կարճ նշեցի, եթե կարճ ապաստրի հետազոտմանն վերաբերելի խնդրեմ նշել։ Այո, վերաբերում է եւ հետազոտմանը եւ խափանման միջոցին, որովհետեւ հենց նոր լուր եմ ստացել, դրա համար եմ ուզում ասել։ Ինչ։ Չասեմ հիմա պատվարժան դատարանում։ Նախ ապացույցների հետ կապված 1 տարի շարունակ մենք անընդհատ ասացինք, որ սա զավեշտ է ուղղակի եւ հիմա փաստվում է, որ զավեշտ է։ Ինչու եմ դա ասում, որովհետեւ որքան ես լսեցի, հասկացա, փորձաքննությունը նշանակվել զենքերի, զինամթերքների, չգիտեմ ինչերի համար, բայց ամենակարևոր ապացույցները եւ այդքան էլ ծախս դուք արձանագրեցիք, թե ով է տալու ծախսը, չգիտեմ։ Բայց ամենակարևոր այսպես կոչված ապացույցների համար 0 փորձաքննություն է։ Եվ սա ուզում եմ արձանագրել ես։ Զենքի, զինամթերքի եւ այլն մարդկանց օրինական կրելու իրավունքի վերաբերյալ փորձաքննություններ են նշանակվել հսկայական ծախսերով։ Լավ դու չես բերել, Տաթև ջան։ Ուրեմն փորձաքննությունը նշանակվել։ Բայց 1 տարի շարունակ մենք խոսում ենք այսպես կոչված ամենահիմնավոր ապացույցների մասին, որոնք են այսպես կոչված զայնագրությունները, ել են պատճեն դարձած թուղթ էլ չեմ ասում դրա մասին, ահաբեկչության պլանավորում, որ ամենակարևոր նյութերն է սա, բացարձակ ոչ մի փորձաքննություն։ Հիմա դուք դատավորներ եք, Ժողովուրդ հարգանք ունեցեք, լսեք։ Դուք դատավորներ եք, մտածում եք այդ մասին, չէ, ինչու են այս զենքերի օրինական գրանցված, կրակված, չգիտեմ, արդեն ծիծաղելի դարձած երևույթների մասին այսքան որպես առաջնային վերել ներկայացնում, որ ասեն կապ չունի Լիդիայի հետ, բացարձակ։ Եվ հանկարծ է մյուսը, որ ավելի ընդհանրական հարց է եւ խոսում է ուղղակի ապացույցների, իրենց ասած ապացույցների մասին, ոչ մի բան չկա տակը դրած, ոչ մի փորձաքննություն։ Եվ գալով սրան, պատվարժան դատարան, քիչ առաջ իմ շատ սիրելի պաշտպանները լուր հայտնեցին, որ վերաքննիչ դատարանը դատավոր Վազգեն Ռշտունի անուն-ազգանունով անձը որոշել է իմ կալանքը փոխել տնային կալանքի, որի մենք բացարձակ չենք դիմել։ Վազգեն Ռշտունի, դատավոր Վազգեն Ռշտունին ես հիմա ասում եմ, որ պարզապես երեսպաշտ է, որովհետև դեկտեմբեր 30-ին նույն գործ եղել է իր մոտ եւ ինքը չի կարող ասել, թե ինչ է փոխվել դեկտեմբեր 30-ից մինչև այսօր, որ այն ժամանակ որևէ ձևով կալանքը չի փոխել, հիմա փոխել է։ Ինչ է փոխվել դեկտեմբեր 30-ից առաջ ինչ էր տեղի ունեցել, որ դեկտեմբեր 30-ից հետո տեղի է ունեցել։ Ինչն է փոխվել։ Ես բացարձակ չեմ ընդունում դա։ Ինձ համար անընդունելի վիրավորական է տնային կալան կոչված երևույթը։ Ինչքան է բացված, մացված, ինչ ուզում է լինի, անընդունելի է դա։ Ես այս պահի որոշումով ասում եմ, չեմ ընդունելու դա։ Պարզապես պետք է պաշտպաններից հետ խորհրդակցեմ եւ հետագային իմ քայլերի մասին ասեմ ինչ են լինում։ Բայց ուզեցի ասել, որ Վազգեն Ռշտունի անունով ազգանունով դատավորը երեսպաշտ կեղծավոր է։ Ընդունված հաստաբանական համայնքի կողմից մարդ, այո, Ռուբեն Արմենիկյան, այո, դեկտեմբեր 30-ին նա հնարավորություն ուներ կալանք փոխելու, չի փոխել, եւ հիմա չի կարող բացատրել, թե ինչ է փոխվել, ինչ է փոխվել իմ կյանքում, իմ վարքում, ընդհանուր պրոցեսից, ինչ է փոխվել, որ դեկտեմբերից 30-ից առաջ չկար, ոչ մի բան չի փոխվել, այո, ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, այս դատարանը ավելի ազնիվ է, որովհետև ցույց է տալիս, որ ուղղակի իր գործողություններով, որ ինքը անում է այն ինչ որ անում է։ Ես չեմ ընդհատում, ուղղակի ոչ եմ անում վիրավորական հաստատություններ, որևէ մեկի պատվարժան դատարան, մեր երկրում ճշմարտությունը եւ արդարությունը պետք է տեղ ունենան։
ոչ թե նպատակահարմարությամբ գործեն։ Ինձ սա սպանում է իմ կյանքում։ Չի կարող լինել նման բան։ Չի կարող լինել։ Եթե չկա ճշմարտություն ու արդարություն, ոչ մի բան չկա դրա տակը դրված։ Եվ ես չեմ նեղվում ոչ մի բանից, բայց նեղվում եմ դրանից, այդ երեսպաշտության երևույթից, կներեք։ Երկրորդը, ժողովուրդ ջան, հունիս 7-ին Սուրբ Էջմիածնի տոնն է, մեր հոգևոր ազատագրության տոնն է, ճշմարտության եւ արդարության տոնն է։ Հունիս 7-ին գնացեք Սուրբ Էջմիածնին, աղոթ տարեք, շնորհավորեք իրար, գնացեք ընտրության եւ ընտրեք հայրենատեր բոլոր ուժերին, ասելով, որ միասին մենք կարող ենք հաղթել ու ապացուցել դերեր ճշմարտություն ու արդարություն մեր երկրում։